ու բարձր պահենք։ Այսպիսի տեսակետ կա, որ իրականում իրենք վախերի մեջ են, գիտեն, որ իրենց, այսպես ասենք, վարկանիշը իջել է խայտարակ ձևով, եւ դրա համար են իրենց հիսերիայի մեջ գցած մարզեր, մի ավտոբուս ժողովուրդը գրում մարզեր, այս պերաշկին, կուկուրուզը, խնդրեմ ես մաս։ Գիտեք, ես վերջի քանի ամիսների ընթացքում հենց այդ շեշտադրումն եմ անընդհատ ներկայացնում։ Սրանց մեջ են ձևի վախը մտած։ Իրոք այդ վախը կա։ Դե բան չեն, գիտակցության մեջ հասկանում են իրաց են մեղքերը, իրաց են բերած աղետի պատասխանատվությունը, իրաց են սխալ որոշումների հիման վրա ազգին այս իրավիճակում հայտնվելը։ Սա շատ լուրջ պատասխանատվություն է, այդ պատասխանատվությունը կարող է սկզբնական շրջանում իրենց մոտ մի քիչ բանով, որ ասում եմ մարդը զգացմունքը մի քիչ հետո է, կամաց գալիս, ինչ է կատարվել, ինչ է պատահել կամ ինչ է եղել, հենց սրանց մոտ այդ նույն պատմությունն է։ Այսօրվա իրավիճակում սրանց մոտ այնձևի սարսափանք կա, որ սրանց որ չվերընտրվելու խնդիր ունեն սրանք։ Ու այդ չվերընտրվելու իրենց բանը, պարագան, ստեղ նորից եմ ասում, ժողովրդի, հայ ազգի, ժողովրդի, Հայաստանի, մայր Հայաստանի հետ կապ չունեցող բան է։ Սա անձնական մոտեցումներ է։ Սրանք մենակ ի պաշտոնի կամ աթոռի հիման վրա իրենց փրկությունը դրա մեջ են տեսնում։ Այդ սարսափանքը, որ դրանց մեջ կա, այդ դա է ստիպում, որ դրանք գնան այդ ձևի քայլերի։ Դրանք գնան այդ, որ ասում է, միշտ խոսքի մին դրվագ տեսնելով կամ ինչ որ մի իրավիճակում սրանց տեսնելով, մենք տեսնում ենք sense, որ ասում է, անտրամաբանական պահված, կամ էլ ինչ որ ոչ առողջ մարդու բան պահվածք, դա ինչից է գալիս։ Դա գալիս է ներքին վախից։ Այն ներքին վախը սրանց ստիպում է այդ տարբեր իրավիճակներում տենց աննորմալ բաներ են անում, ներկայացնում կամ էս մեկը մյուսը։ Բայց այդ վախի հիման վրա, նորից եմ ասում, բայց ինչի համար եմ ասում, մենք ունենք բոլոր հնարավորությունները այսօր, մենք պիտի ազատվենք այս ղեկավարներից, այս նմանատիպ ղեկավարությանը, անձնական խնդիր չունեմ ոչ մեկին, բայց ես որպես հայ, ես չեմ ուզում այդ ձևի ղեկավարներ տեսնեմ այս հայրենիքը ղեկավարելու, մայր Հայաստանում ղեկավարության գլուխ լինելով, ուրիշ բան չկա։ Եկեք նայեք, եթե դուք տեսնում եք նախագահները կամ նախկին ղեկավարության ամեն մի անձնական խոսքի չի անդրադառնում կամ ինչ-որ վիրավորական խոսք իրենց նկատմամբ չի ներկայացնում։ Ընդհանուր ժամանակն են ներկայացնում, ինչքան որ ղեկավարության սրանց ինչ բաների են բերել, ինչ աղետների են բերել ու սրանց խոսքի անպիտանի լինելը։ Բայց սրանք առավոտից իրիկուն լրագրողը եթե մի հարց էլ տալիս է, հարցից բացի անդրադառնում են նախկիներին, ու միշտ ձգտում են մաքսիմալ ինչ-որ վիրավորական բառ կամ խոսք ներկայացնելու։ Վիրավորական բառ խոսք ներկայացնողը դա աբիժնիկի պահվածք է, դա աբիժնիկի կերպար է։ Եթե դուք այսօր երկրի ղեկավարներ եք, երկրի ղեկավարը պիտի զսպվածությունն է, իր համեստությունն է, իր ով ինչ ուզում է թող ասի։ Եթե դու համոզված ես քո ուժերի վրա, եթե դու համոզված ես քո կերպար, իրական կերպարի հետ, հայի կերպարի, հոզոր կերպարի վրա, դու չկարաս չանդրադառնաս, կարաս չարձագանքես, բայց մտավախությունը հենց դրա մեջ է։ Սրանց մտավախությունը, որ ասում եմ, միշտ մշտական առավոտից իրիկուն, որ ասում է, կամ ես մեկը, դուք ուրիշ, որ ասում են բանի մեջ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, խե մենակ այդ դրանց մասին եք խոսում, բացի դրանցից եկա ժողովուրդ են տուժվել, բացի դրանց մտքերը կամ էլ այդ մարդկանց բերեք հանեք մեջից, անձամբ ես որպես արցախահայ, կամ անձամբ, որ ասում եմ, ոչ մեկի հետ կապ չունեցող մարդ եմ, ես այսօր ձեզ ասում, Այն մարդիկ են ժողովուրդ, որ ձեր օրոք են տուժվել, ձեր մատուցած ձևաչափով են տուժվել, ձեր որոշումների հիման վրա են տուժվել, ձեր դավաճանության պետական մակարդակով որոշումների հիման վրա են տուժվել, բայց այդ մարդկանց ինչ ունեք ասելու, բայց այդ մարդկանց խիչ եք ասում, բայց այդ մարդկանց խիչ եք, որ ասում դրա այդ բաներից հետո պատասխան տալիս։ Առավոտից իրիկուն 10-20 մարդու, որ ասում եմ, օրը մի 20-25 մարդ անձամբ ինձ դիմում են 1000-2000 դրամ օգնություն ստանալու համար, որ գոնե ապրեն հացի փողլնի գոյատևեն։ Բա դրանց հարցերի մասին խիչ եք մտածում, խիչ եք, աթոռները ավելի առաջնային է, չէ՞։ Այդ շահերը ավելի առաջնային չէ, ձեռա տալիս չէ ուրիշ մարդկանց, այն մարդկանց կամ ինչ որ մարդկանց քննադատեք կամ ինչ որ բանանեք թիրախավորեք, որ
ձեր կերպարը ինձեւի ձեզանով բանանի, դրանով եք մտածում, որ լրացնելու եք ձեր բաց թողումները կամ լրացնելու եք ձեր այդ վախերը կամ էլ փրկության բանը դրա մեջ եք տեսնում։ Դուք ազգի ժողովրդի առաջ ունեք պատասխան տալու, Արցախայության առաջ ունեք պատասխան տալու։ Այդ դուք դրա մասին մտածեք։ Այնքան հարազատներ ունեք կորցրած, դրա պատասխանը պիտի տաք։ Այնքան գերության մեջ գտնվող մեր քաջորդիների դրանց պատասխանը պիտի տաք։ Այդ դրա մասին մտածեք։ Մնացածները մենք արդեն հասկանում ենք ամեն մարդու այսօրվա իրավիճակում իր պահվածքը, իր ներկայացրած թեզը, իր ձևակերպումները ինչի հիման վրա է։ Ամեն մեկը հենց ձեր մասին եք մտածում։ Հենց ձեր շահերի ձեր աթոռի պահելու համար եք մտածում։ Ընդհանրապես ասում եմ, տարածաշրջանում տես ինչ լուրջ պատերազմ ա գնում, ձեր համար քարոզարշավ եք բանարել։ Կարող է մի ժամանակ էլ գա, բայց նույն կերպարը գիտեք, ես հայմատաբար այն Արցախում պատերազմի ժամանակ, այս վերջի 23 թվականի պատերազմի ժամանակ, այս սենց են եղել, էլի։ Պրոստը այդ նկարը ցույց չեն տվել, էլի սենց պիրաշկի ուտելով երևի բանում կաբինետներում նստած հայտարարություն եք անում, որ մենք Արցախի հիմնախնդիր արցախցիներին էս չեք բանալու, Հայաստանը չի ներգրավելու այդ պատերազմին։ Խոսքի արցախցիներ դուք տեսեք կռվեք, որ ասում է հետո կռվեիք բա քո նման հայը որ քուր եղբայրները էր արմանում Արցախայությանը, դու քուր եղբայրը կասեիր կռվեիր միջև վերջը, բա դու գնա քուր եղբոր հետ միասին կռվեիր, բա կարողանալու ես կռվես, բա կռված կաս կռվի դաշտում եղած կաս, գիտես կռվի ինչ բանա, տունտեղ հայրենիք կորցրած կաս, հարազատ կորցրած կաս, գիտես դա ինչ բանա, որ դու մարդկանց էլ խորհուրդ տաս կամ ինչ որ ուղղություն ցույց տաս։ Բոլորը պատասխանի կալու է, ժամանակի հատված է, ժամանակի հարց է։ Նորից եմ ասում, օրեցօր տասնյակ հարյուրավոր հազար մարդ մեր հայությանը սպասում են այդ ժամանակը, սպասում են այդ որ ասում ճակատագրի տեսնեն ինչ է կատարելու։ Հաջորդական իշխանության կամ գալուկ այդ նոր ղեկավարներ կամ էլ նոր ձևակերպած ուժեր, ով էլ գա իշխանությանը, այդ նույն հարցերն էլ ձեր առաջ է դնացնելու։ Ամեն մեկը պատասխանատվությունով պիտի քայլեք, ամեն մեկը որոշումները պիտի պատասխան, հերիք է։